Այժմ իմ ձեռքում է ամենամեծ թելի ծայրը, և իմ ոչ ակտիվ ձեռքի ափը ուղղված է դեպի ինձ։ Հիմա ես բռնում եմ թելի ծայրից և այն մեկ անգամ փաթաթում եմ ճկույտիս շուրջ։ Այնուհետև թելը անցկացնում եմ ձեռքիս հետևից և գցում ցուցամատիս վրայով։ Տեսեք, թելի մոտ 15 սանտիմետր երկարության հատվածը կախված է ցուցամատիս վրայից։ Այնուհետև թելը փաթաթում եմ ցուցամատի շուրջ, այնպես, որ լինի խաչաձև։ Օգտագործելով բութ մատը, թելը պահեք խաչաձև։ Հիմա հանեք օղակը ցուցամատից։ Մենք թելը բռնում ենք բթով և ցուցամատով, բայց հիմա պետք է այն բռնենք բթով և միջնամատով, ուստի եկեք փոխենք տեղերը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ցուցամատը ազատ լինի թելի ձգվածությունը կառավարելու համար։ Գործելիս ճիշտ ձգվածությունը շատ կարևոր է, բայց այն ժամանակ, երբ փորձում Գործելիս ճիշտ ձգվածությունը շատ կարևոր է։ Հիմա, եթե զգում եք, որ թելը շատ թույլ է, ապա պարզապես միջնամատից հեռացրեք ցուցամատը և այն կձգվի։ Իսկ եթե թելը չափազանց ձիգ է, ապա ցուցամատը մոտեցրեք դեպի միջնամատը և թելի ձգվածությունը մի փոքր թուլացրեք։ Այսպես։ Եվ եթե թելը այնքան թույլ է, որ մատի շարժումը չի օգնում, ապա ուղղակի քաշեք այն թելը, որը միացված է թելի ներքևին հատվածից, այսպես։ Եվ ահա, ձգվածությունը կարգավորելու համար այս կերպ ենք օգտագործում ցուցամատը։ Հիմա վերցրեք հելունը և առջևից դեպի ետ կերպով անցկացրեք այն այս օղակի միջով։ Հետևյալ կերպ մտցնում ենք հելունը, այնուհետև քաշում ենք աշխատող թելը։ Այս պահին հելունը պետք է թելին զուգահեռ լինի։ Հիմա արդեն մենք գործելու ճիշտ դիրքով ենք, թելը պահած օժանդակ ձեռքով։ Իսկ հելունը աշխատող ձեռքով։ Շարունակենք, պտտեցրեք հելունը այնպես, որ ծայրը ձեր դիմացը լինի, որպեսզի կարողանաք որսալ թելը։ Քաշեք թելը դեպի ձեզ, հելունը միաժամանակ պտտելով, ինչպես ցույց է տրվում տեսահոլովակում։ Դանդաղ առաջ տարեք հելունը, նոր օղակը հելունի վրա պահելու համար։ Այս պահին չպետք է բաց թողնել գործվածքը, քանի որ այն ամեն ինչ կքանդվի, ուստի շարունակեք։ Հաջորդիվ պատրաստելու ենք մոգական կամ ամիգուրումի օղակ։ Նախ մեղմ քաշում ենք օղակը և թելը հակառակ ուղղություններով, որպեսզի հելունը հեշտ անցնի օղակի միջով։ Համոզվեք, որ հելունի տափակ մասը ուղղված է դեպի ձեզ, կեռ մասը։